Այսօր խոսելու ենք հայկական բանակի վերազինման իրական պատկերի մասին։ Մեզ հետ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եկեք ցրենք միֆերը, նախ Հայաստանը ձեռք է բերել ամերիկյան հետախուզական դրոններ եւ հանրության մի մասը կարծում է, որ սա մի քանի մակարդակ բարձրացնում է մեր ռազմական ունակությունները, կարողությունները, մի մասն էլ կարծում է, որ ամեն դեպքում գլխավոր բանալին Միացյալ Նահանգների ձեռքում է։ Դուք ինչ կասեք։ Տեսեք, այս ձեռքբերումը աննախադեպ չէ, քանի որ 2000-ականների սկզբին Միացյալ Նահանգները մեզ տրամադրել էր ռազմական ռադիոկապ, որը մինչ այսօր էլ օգտագործում է եւ տրամադրել էր սահմանափակումներով։ Հիմա այս հետախուզական անօթաչությունները, որ տրամադրել են եւ վաճառել են, ավելի շուտ օգտություն չէ, միանշանակ պետք է ասել, դատելով թե նախորդ տարի ինչ գնով եւ ինչքան էին վաճառել Ռումինիայի նավատորմին, կարելի է ենթադրել, որ մեկ համակարգ է 3-4 ԱԹՍ-ից բաղկացած տեխնիկական բնութագրերով շատ քիչ են գերազանցում տեղական ընկերությունների արտադրանքին։ Հիմնական առավելությունն է, որ ներքին այրման շարժիչով ուղղաձիգ վերթռիչք եւ վայրեջք է կատարում այս անօթաչուն, մինչդեռ մեր ընկերությունները արդեն վաղուց յուրացրել են բոլոր քրիտիկական տեխնոլոգիաները, որը որ հայտարարում է, որ այս կոնկրետ այս անօթաչությունները ունեն։ Եվ պետք է ասել, որ Միացյալ Նահանգներում դեռ այսպես լիարժեք կիրառման չի վերցված, այլ գովազդում է, որ Ուկրաինայում է բավական հաջողությամբ կիրառվում, ռումինացի կա, էլ մի քանի երկիր մատակարարվել է։ Ամեն դեպքում պարզ է, որ մեզ այս անօթաչուների գործարքը հրամցում է առաջին հերթին որպես Միացյալ Նահանգների կողմից բարյացակամության կամ բարեկամության նշան։ 11 միլիոն դոլար է ծախսվել այս դրոնների համար։ Ինչ եք կարծում, որպես նաև ոլորտի մասնագետ, այդ 11 միլիոն դոլարը հնարավոր էր օգտագործել օրինակ հոբ համակարգեր ձեռք բերելու կամ ասենք հարվածային միջոցներ ձեռք բերելու վրա ավելի արդյունավետ կլիներ այդ ծախսը, թե այս դրոնները այնուամենայնիվ պետք է մեր բանակը ունենար։ Մեր բանակին այնպես չէ, որ կրկնվեմ, որ սրանք կրիտիկական անհրաժեշտություն կար, քանի որ մեր տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունները բավարար քանակով հետախուզական անօթաչություններ եւ արտադրում են եւ կարող են արտադրել ել ավելի շատ։ Իսկ առավելությունը ո՞րն է մեր արտադրածի եւ ամերիկյան դրոնների միջեւ։ Մեր արտադրածի առավելությունը այն է, որ տեղում է արտադրում եւ ընկերությունները կարող են 3 հերթափոխ աշխատել եւ արտադրել։ Եվ բնականաբար վերանորոգումը, շարք վերադարձնելը շատ ավելի արդյունավետ եւ շատ ավելի արագ է։ Այստեղ խոսքը ավելի շատ գնում է ինչ որ բան ներկայացնելու մասին, քան իրական ռազմական ոլորտում ռազմական առավելություն ստանալու մասին։ Հետախուզությունը այնպես չի, որ ասենք 13-14 ժամ օդում կախված մնալը կամ թռնելը, հա, մի առանձնապես չտեսնված չլսված բան է, մենք ընկերություններ ունենք, որոնք 10 ժամից ավել արդեն իրենց անօթաչությունները թռնում են։ Ընկերություններ ունենք, որոնց էլեկտրական անօթաչությունները թռնում են արդեն ուղղահայաց վեր եւ այն ինչ որ ներկայացնում է, որ ընդամենը 4-ը 4-ի վրա հրապարակի անհրաժեշտ, արդեն այդպիսիներն էլ կան, որ թռնում են շատ ավելի փոքր տարածքից եւ կարողանում են նույն կերպ, ասենք ավտոմատ կերպով վայրեջք կատարել։ Սա ավելի շատ քանի մետր խորությունից է ինքը մշտադիտարկում տարածքը։ Տեսեք, դա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսադիտարկման սարքավորում վրան կդնեն։ Բնականաբար չի դրվի ամենալավը այն ինչ որ օգտագործվում է Միացյալ Նահանգների սեփական ուժերի կողմից։ Գիտենք, որ Միացյալ Նահանգները ոչ դաշնակից երկրներին տեխնիկան միշտ տրամադրում են որոշակի սահմանափակումներով։ Նույն ռադիոկապը, որի մասին ես խոսեցի մի քիչ առաջ, Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս ուղղակի չի աշխատում։ Այնտեղ կան որոշակի սենսորներ, որոնք պետք է հասկանան, որ տարածքում է օգտագործում եւ տարածքի դուրս ընդհանրապես չի աշխատում։ Մի օր կարող է պարզվի, որ առաջադրանք մարտական առաջադրանք իրականացնելիս կարող է պարզվել, որ ԱԹՍ-ն ուղղակի Հայաստանի տարածքից դուրս չի կարող թռնել։ Այսինքն սրա այսպես թվացial առավելությունը երկարատև թռիչք, հետախուզական հնարավորություններ եւ այլն, կարող է մեկ օրում այսպես մեկ կոճակի սեղմով վերանա։ Մինչդեռ մեր անօթաչությունները եւ դա փաստված է, այս գաղտնի տեղեկությունները չեն բացահայտում, կարողանում են թռնել սահմանից դուրս, լավ հետախուզություն իրականացնել խորքում, կարողանում են թռնել GPS-ի խլացման պայմաններում, կարողանում են թռնել գիշերը, կարողանում են թռնել շատ խորը եւ ծածկագրված կապով մեր ծածկագրված կապով տեղը փոխանցել
տեսադիտարկման տվյալները եւ այլն, այսինքն մենք արդեն ունենք այնպիսի հետախուզական կարողություններ, որ այս անօթաչուները թվում է թե բերում են։ Մենք ունենք երբանից ունենք այդ դրոնները, որոնք մեր արտադրության են։ Այսինքն 44-օրյա պատերազմի օրերին մենք ունեինք։ Դրանից ավելի առաջ իհարկե խոսքը չի գնում մեծ քանակի մասին։ Այն ժամանակ ինչ որ արտադրվում էր, բանակի հրամանատարությունը պատվիրում էր այնքան, ինչքան անհրաժեշտ է պահեստում դնելու համար։ Իհարկե առաջադրանքներ կատարում էին, բայց նաև պետք է ասեմ, որ 20 թվականի պատերազմը ես 44 օրը սկզբունքորեն չեմ ընդունում, 20 թվականի պատերազմին մեր հետախուզական անօթաչիները մարտական առաջադրանքներ կատարել են, հետախուզական տվյալներ փոխանցել են, իհարկե մեծ հարց է թե այդ տվյալները ինչ արդյունավետությամբ են օգտագործել, բայց դրանք փաստված բաներ են։ Կորուստներ են ունեցել իհարկե, բայց կռվի ժամանակ կորուստները միշտ լինում են։ Երբ խոսում ենք կոճակի մասին, ասացիք, որ երբ է այդ կոճակը սխմվելու եւ կապը կորելու է դրոնի հետ։ Այդ կոճակը ով է սխմելու, Ամերիկան է սխմում, թե Հայաստանի ձեռքում է այնուամենայնիվ այդ դրոնների կոճակը։ Եկեք չմոռանանք, որ այսինքն ինտերնետ կապը եւ GPS-ը եւ այլն, դրանք աշխատում են Միացյալ Նահանգների հրահանգով եւ ցանկությամբ, թե լիիրավ տիրապետում են Հայաստանի զինված ուժերը։ Դրա մասին վաղ է խոսել, քանի որ չգիտենք մանրամասները ինչ պայմաններով են տրամադրվել այս ԱԹՍ-ները, շատ հնարավոր է, որ նաև ամերիկյան հրահանգիչներ կան եւ սովորեցնելու եւ ինչ որ ժամանակ նույնիսկ օգտագործելու համար։ Սահմանային վիճակը, եթե հանկարծ լարվեց, այդ դրոնները մենք հանգիստ կարող ենք կիրառել, թե ոչ, խնդիրը սա է։ Եկեք չմոռանանք, մեր զինվորը անվտանգ է, թե ոչ։ Եկեք չմոռանանք, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցը դա Թուրքիան է, մենք ընդհանրապես գործընկեր ենք։ Նույնպիսի հարաբերություններ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգները փորձում են իհարկե Ադրբեջանի հետ իրականացնել, բայց պետք է հասկանանք, որ Ադրբեջանը այսօր եւ Ադրբեջանի զինված ուժերը, դա Թուրքիայի զինված ուժերին լիակատար ինտեգրված ուժեր են եւ գործում են ունեն համաձայնագիր վերջապես եւ գործում են կարելի ասել մեկ միասնական հրամանատարության ներքո եւ այն սահմանափակումները, որոնք որ կիրառվում են մեր նկատմամբ, դժվար թե կիրառվեն, ասենք, հոգուտ Միացյալ Նահանգների դաշնակիցների, եւ այստեղ կարելի է ուղիղ կերպով պնդել, որ այնպիսի հնարավորություններ, որոնք որ կրիտիկական տեխնոլոգիաներ են եւ կարող են մեզ թույլ տալ դաշնակցի դեմ գործողություններ կատարել, այդ հնարավորությունը մեզ հասու չեն լինի։ Եթե կորտ ձևակերպենք, սա այս ձեռբերումը կարող ենք համարել բանակի վերազինում, թե այնուամենայնիվ սա աշխարհաքաղաքական կողմնորոշման արդյունք է։ Ես մի համեմատական թիվ բերեմ, 2025 թվականին մեր տեղական ռազմարտունաբերության զարգացման վրա ծախսվել է ընդամենը 2.4 միլիարդ դրամ, դա մոտավորապես 7 միլիոն դոլարի կարգ է, եւ 11 միլիոն դոլարով ձեռք են բերում մեկ համակարգ կամ կարող է մի քիչ լավել, մեկ համակարգ անօթաչու, որը տեղական ընկերությունները արդեն արտադրում են։ Սա այսքան միջոցը ներդնելով տեղական ռազմարտունաբերության մեջ առնվազն 2 հատ ԱԹՍ-ի գործարան կարելի է սարքել իր հաստոցներով եւ մնացած ամեն ինչով, իհարկե խոսքը չի գնում հումքնյութերի մասին կամ պահեստամասերի ձեռքբերման մասին, բայց առնվազն 2 ԱԹՍ-ի գործարան կարելի է սարքել եւ համալրել։ Մեծ հաշվով ես սա գնահատում եմ որպես քաղաքական ողորմածություն Թրամփի վարչակազմի կողմից այսօրվա գործող վարչակազմին։ Եթե մեկ նախադասությամբ փորձեք ձևակերպել, հայկական բանակը այս ձեռքբերումից ավելի ուժեղ է դառնում, թե տեսեք, զենքի լավն ու վատը չկա, կան շատն ու քիչը։ Ինչքան շատ լինի մեր ձեռքին, այնքան լավ։ Ինչքան շատ ունենանք, այնքան լավ։ Ուղղակի այստեղ պետք է նայենք, թե արդյունավետությունը, ինչ կարողություններ է սա ավելացնում, ինչ կարողությունները ինչից ուր ենք բարձրանում կամ ինչից ուր ենք իջնում, Միանշանակ ասենք քանակի առումով բարձրանում ենք, որակի առումով վստահ չեմ։ Այս տարվա սկզբին ամերիկյան վիճակագրական ընկերություններից մեկը, հայտնի ընկերություններից մեկը Global Firepower ներկայացրել է տարբեր երկրների ռազմական կարողությունների հզորության մակարդակը ըստ սանդղակների 145 երկրի մեջ մեր երկիրը զբաղեցնում է 101-րդը, Ադրբեջանը 60-րդն է, Վրաստանը 96-րդը։
Ինչ եք կարծում, ինչու է այսպես, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք 33 տասնյակից ավելի տարիներ անդադ պատերազմի մեջ ենք։ Պատերազմող երկրի մարտունակությունը այդքան ցածր է գնահատվում։ Տեսեք, այստեղ ոչ միայն զենքի քանակն է գնահատվում, այլ նաև ընդհանուր մարտական կարողությունները, եւ մենք գիտենք, որ վերջի մի քանի տարվա ընթացքում հայկական զինված ուժերը եւ զինված ուժերի հրամանատարությունը խիստ մեր վիճակի խիստ անհամարժեք որոշումներ է կայացրել։ Օրինակներ բերեմ, հա, ասենք 21 թվականին Ադրբեջանի կողմից ներխուժում է եղել, հենց ցամաքային ներխուժում է եղել եւ մենք տարածքներ ենք կորցրել եւ չենք հակադարձել, այսինքն ռազմական ուժ չենք կիրառել այդ ներխուժմանը համարժեք։ 22 թվականին սեպտեմբերին եղել է մեծ ներխուժում, մենք կորցրել ենք դիրքեր եւ մեր կորցրածին համարժեք կամ իրավիճակին համարժեք ռազմական ուժ չենք կիրառել։ Ինչ եք կարծում, ինչու չենք կիրառել։ Չունեինք այդ ներուժը, թե ինչն էր խնդիրը։ Կազմակերպվածությունը առաջին հերթին, հա, մարտական ոգի երկրորդ հերթին, կամ թույլ է մարտական ոգին։ Մարտական ոգին իհարկե թույլ է, քանի որ գլխավոր շտաբի-պետը օրինակ վեր է կենում, գլխավոր ռազմական պաշտոնյան, հա, վեր է կենում եւ ասում է, որ ռազմական խնդիր չունենք, ռազմակալված տարածքները հետ վերադարձնելու։ Այդ պարագայում ոչ մի բանակի հնարավոր չէ բարձր գնահատական տալ։ Իսկ եթե բանակի հրամանատարը ասում է, որ ես բանակիս առջև ռազմական խնդիր չեմ դնում սահմանադրական պարտականությունները կատարելու վերաբերյալ, այդ բանակի բանակել ասել չի կարելի։ Ուզում եք ասեք, այդ ցուցանիշները եւս հաշվարկվել են երևի։ Միանշանակ։ Կառավարման համակարգը դա այսօր պատերազմող երկրի համար առաջնային խնդիր ունի։ Իսկ մենք տեսնում ենք օրինակ անցյալ տարի հրամանատար շտաբային վարժանքներ էին կատարում եւ այսպես լսողները նստած էին գրասեղանների կողքը դպրոցական, հա, եւ նայում են թե հերվում ինչ որ դրած քարտեզի վրա ինչ որ մեկը ցուցափայտով ինչ որ բան է ցույց տալիս։ Դրանից կարելի է դատել այդ վարժանքների արդյունավետության կամ որակի մասին։ Մինչդեռ, ասենք այսօր շատ տեխնոլոգիաներ կան եւ ռազմական եւ կրթական տեխնոլոգիաներ, որ հնարավորություն տալու ուղղակի ասենք սեփական պլանշետի վրա տեսնել այն ինչ որ ցույց է տրվում ընդհանուր պլանշետի վրա, հա, կամ այդ ամեն ինչը պետք է ցույց տրվեր թվային քարտեզի վրա, ոչ թե թղթով տպած ինչ որ քարտեզի վրա եւ այլն եւ այլն։ Իսկ դատելով այս ամեն ինչից այսպեսի գնահատական է տրվում։ Իհարկե միշտ չէ որ այդ գնահատականը օբյեկտիվ է, միշտ չէ որ այդ գնահատականը վերջին զարգացումները կարող է հաշվի առնել կամ ընթացքում գտնվող մատակարարումները կամ դա կարող է հաշվի չառնել այդ մատակարարումների ծավալը, որտեղ դա ուղղակի կարող է հայտնի չլինի։ Հա, բայց եթե հաշվի առնենք թե օրինակ մեր բանակը ինչ ամրաշինական կառույցներ է իրականացնում եւ ինչ որակով, ստացիոնար ամրաշինական կառույցներ են իրականացնում, բայց սահմանից, ասենք, տեղեր կան սահմանից 7-8 կիլոմետր ներս ընկած, այսինքն պարզ է դառնում, որ այստեղ այդ կառույցները չեն օգնելու մեզ վերադարձնել մեր կորցրած տարածքները կամ ռազմական առավելություն հասնել ներխուժած հակառակորդի նկատմամբ։ Այս ամեն ինչը հաշվի առնում իհարկե եւ ես կարծում եմ, որ այդ գնահատականը քիչ թե շատ այդ գնահատականները քիչ թե շատ արտացոլում են իրական բալանսը։ Նման դրոնները Միացյալ Նահանգներից ձեռբերելով կարող է փոխվել նաեւ վիճակագրությունը, թե դրանք շատ փոքր տարեր են, որ էական նշանակություն չեն կարող ունենալ վիճակագրության վրա։ Տեսեք, սրա ազդեցությունը կարող է դիտարկվել երկակի, հա, մեկ հենց տեխնիկական առումով ինչ է եկել եւ ինչ քանակի, երկրորդը էլ ինչ կարող է տրամադրվել։ Այսինքն Միացյալ Նահանգների կողմից էլ ինչ կարող է տրամադրվել եւ դա ինչպես կարող է ազդել մեր մարտունակության վրա։ Տեսեք, անցյալ տարի եւ նախանցյալ տարի Eagle Partners զորավարժությունները անցկացվեցին, որոնք մի դեպքում ներառում էին խաղապահ ուժեր, մյուս դեպքում ներառում էին իրենց վարժանքների իմաստը, ներքին կարգուկանոն պահպանել, ցույցեր ցրել, հակաաբեկչական եւ այլն եւ այլն, որոնցում ներգրաված են խիստ սահմանափակ թվով զինծառայողներ։ Մի կողմից լավ է, որ մենք Միացյալ Նահանգների այդ զորավարժություններ ենք անում, վատ է, որ սահմանափակ թվով զինծառայողներ ներգրաված եւ ավելի վատ է, որ մենք ուրիշ զորավարժություններ չենք անում։ Մեծ ծավալի, մեծ ներգրավվածություն չունենք այլ երկրների հետ կամ հենց նույն Միացյալ Նահանգների հետ կամ ՆԱՏՕ-ի ուժերի հետ ավելի մեծ զորավարժություններում, որոնք հենց մարտականին մոտ պայմաններում կարող են արվել եւ կարող են բարձրացնել, իրապես բարձրացնել մեր զորքերի մարտունակությունը։ Եթե փորձեք գնահատել այսօրվա բանակի սպառազինության եւ մարտունակության վիճակը,
եւ նշել այն կարևոր փոփոխությունը, որ պետք է արվի եւ ունենայիք այդ հնարավորությունը փոխելու, ինչ կփոխեիք առաջին հերթին։ Ուրեմն մենք պետք է մոռանանք, որ կռիվ պետք է անի միայն բանակը, հա, եւ պետք է իրապես կառուցենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որում բացի բանակից ներգրաված կլինի բանակից կրկնակի կամ երակի ավելի մեծ թվով ակտիվ պայեստազոր, որը մարզված եւ հանդերձված կլինի եւ անմիջապես պատրաստ կլինի օգնության հասնել բանակի։ Պետք է ունենանք մարզված եւ պատրաստված բնակչություն, քաղաքացիական պաշտպանություն, ամրաշինական կառույցներ երկրի ողջ տարածքում, հա, ոչ թե միայն սահմանագծին, որտեղ մենք գիտենք, ասենք, որ սահմանին այնպիսի իրավիճակ է շատ հաճախ, որ մի տեղում ճեղքում եթե եղավ, արդեն ասենք օրինակ Սյունիքը կամ Վայոց ձորը կտրվի Հայաստանի մնացած հատվածներից։ Այնտեղ ռազմավարական խորհրդություն ընդհանրապես չունենք։ Շատ տեղերում չունենք երկրորդ, երրորդ պաշտպանական գծեր։ Ուղղակի տեղանք հնարավորություն չի տալիս դրանք կազմակերպել։ Եթե չունենանք իրապես իսկական համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, ընդ որում դա ներառում է, որ պետական կառավարման բոլոր մարմինները, բոլոր ընկերությունները, մասնավոր լինեն թե պետական լինեն, կունենան պաշտպանության պլան, այսինքն քաղաքացիական իրավիճակից, խաղաղ իրավիճակից ռազմականի հասնելու պլան մարզված կլինեն։ Հա, գիտեք, որ ասենք ինչ որ շանտ այսպես ճակերտավոր վարժանքներ են անցկացվում, որի արդյունքը թղթի վրա է ընդհանրապես, որ իրական արդյունք, իրական արդյունավետություն դրանք չունեն։ Եթե մենք կարողանանք հասնել դրան, որ բոլորը իմանան իրենց անելիքը, իմանան այսպես պայմանականորեն ասված մարտի մեջ մտնելու իրենց հերթականությունը, իրենց դերը, ունենան կայուն կազմ եւ կայուն կապեր, կայուն հրամանատարություն, մենք այդ ժամանակ շատ ավելի լավ վիճակում կլինենք։ Շատ որոշ փորձագետներ ասում են, որ մեր խնդիրը, հիմնական խնդիրը բանակի կառավարման մեջ է եւ նշում են խորհրդային տարիների կառավարման մոդելը։ Մինչև այսօր փաստորեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կառավարում են այդ մոդելով։ Եվ ըստ այդ փորձագետների առաջին բանը, որ պետք է փոխվի բանակի մեջ, մեր ուժային համակարգում, դա կառավարման մոդելը պետք է փոխվի։ Դուք համաձայն եք այդ տեսակետին։ Խնդիրը պետության կառավարման մեջ է, ոչ թե միայն բանակի կառավարման մեջ։ Բանակը չի կարող գործել պետությունից անջատ։ Բանակը չի կարող ունենալ կառավարման մեկ մոդել, պետությունը ունենա կառավարման մեկ այլ մոդել։ Բանակը պետք է կառավարվի, ապա կենտրոնացված կառավարում առաջին հերթին։ Հա, այսինքն չպետք է լինի այնպիսի իրավիճակ, որ սպասեն ինչ որ միտեղից եկող հրամանի, իսկ այդ հրամանը կարող է չգա, կապի համակարգերը կարող խափանված լինեն։ Այսինքն պետք է ունենան զորքերը, բոլոր ստորաբաժանումները պետք է ունենան ինքնուրույն գործելու պլան, վարժված լինեն դրան, ունենան իրենց տարածքի պաշտպանության պլան, տարածքի լիակատար գիտակցություն, տարածքը պետք է ամրացված լինի հենց երկարատև գործողություններ, երկարատև մարտեր վարելու, հակառակորդների ուժերը ջլատելու եւ այսպես թափը, հարձակման թափը կոտրելու։ Իսկ մենք այսօր գիտենք, որ ասենք զորքին տանում են բեռնատարով տանում են, ասենք շփման գծի առաջնադիրք, թիկունքի 1 կիլոմետրի մասին ենք ընդհանրապես պատկերացում չունեն։ Դիրքից չեն հեռանում, կարելի ասել, երկու շաբաթ, որովհետև կամ ճանապարհները չկան, կամ տեղանքը այնպեսին չի, որ իրենք իմանան կամ կարողանան, հա, եւ առաջադրանքները այդպեսին չեն։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանի հետ։ Ցտեսություն։